Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է. «Լավ, որ այսքանն ասվեց, սա էլ ասեմ, շուտով Ակտա ու Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը, խաղաղությունը հաստատված է»։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը վերացրել էր Հայաստանի բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ազգային ժողովի նախագահ Արմեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սաիբա Գաֆարովայի հանդիպումը։ Քննարկումների ընթացքում խոսնակները ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թրիփի նախագիծը անպայման կյանքի կկոչվի եւ դրանով միջին միջանցքի եւս մեկ երթուղի է բացվելու։ Դրանով բացվում է միջին միջանցքի եւս մեկ երթուղի, հավելումն ավանդականի հայտնվում է եւս մեկը։ Ալիևի նշելով Զանգեզուրի միջոցով 15 միլիոն տոննա բեռնաշրջանառությամբ, որը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին, նշել է նա։ Գյումրիի համայնքապետի պարտականություններն նստորեն կկատարի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն, այս մասին հայտնել է համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։ Վերջինս նշել է, որ քաղաքապետարանն իր գործունեությունը շարունակելու է բնականոն ընթացքով։ Նշենք նաև Ավետիս Առաքելյանը Վարդան Ղուկասյանի փեսան է։ Բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրը քննարկվում է Ռուսաստանի մեր գործընկերների հետ օրերի թիվը 180-ի հասնելու հետ կապված, հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Հարցն ընդգրկվել է նաև հոկտեմբերի 24-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում, ասել են նախարարությունից։ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում հոկտեմբերի 23-ից 26-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո թին մինչև 17 տարեկանների հավաքականը կմեկնի Կիպրոս մասնակցելու UEFA-ի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության առաջին փուլին։